2026 թվականի հունիս։ Ճակատագիրը ձեզ հնարավորություն է տալիս։ 7 կենդանակերպի նշաններ, որոնք 10-ից հետո հաջողություն կունենան։ 2026 թվականի հունիսին շատ մոտ է, և աստղերը մեզ համար բազմաթիվ անակնկալներ են պատրաստել։ Իհարկե, յուրաքանչյուր ամիս ունի իր յուրահատուկ աստղագիտական մթնոլորտը, բայց այս հունիսը հատկապես յուրահատուկ է։ 10-ից հետո երկնային մարմինները դասավորվում են քմահաճ ձևով, որը խոստանում է իրական հաջողություն որոշ նշանների և կարևոր դասեր մյուսների համար։ Բայց այսօր մենք կխոսենք բարի լուրի մասին։ Ում վրա կաչեն աստղերը ամենապայծառը։ Ահա ձեր անձնական ուղեցույցը 2026 թվականի հունիսի հաջողակ պահերի համար։ Ինչ է կատարվում երկնքում հունիսի 10-ից հետո։ Նախ եկեք հասկանանք, թե ինչու է այս ամսաթիվը նշում մեծ փոփոխությունների մեկնարկային կետը։ Հունիսի 8-ին լուսինն անցնում է իր վերջին քառորդը ձկների համաստեղությունում, մաքրագործման և հաշվետվության ժամանակ։ Եվ արդեն հունիսի 12-ին Ուրանի և հյուսիսային հանգույցի միջև լարված ասպեկտ է տեղի ունենում, որը կարող է անսպասելի իրադարձություններ հրահրել։ Բայց մի անհանգստացեք, հենց դրանից հետո է սկսվում բարենպաստ տարանցումների իսկական ձնահոսք։ Հունիսի 13-ին գեղեցիկ Վեներան տեղափոխվում է վեհաշուկ առյուծի մեջ, իր հետ բերելով սեր, ստեղծագործականություն և փայլելու ցանկություն։ Իսկ հաջորդ օրը, հունիսի 14-ին, տեղի է ունենում երկվորյակների նորալուսին, իդեալական ժամանակ նոր սկիզբների համար, հատկապես կապված հաղորդակցության, ուսման և կարճատև ճանապարհորդությունների հետ։ Այնուհետև հունիսի 19-ին բուժիչ Քիրոնը մտնում է ցուլ, իսկ հունիսի 21-ին արևը նույնպես տեղափոխվում է խեցգետին, ազդարարելով ամառային հարմարավետության սեզոնը։ Եվ վերջապես, հունիսի 30-ին Յուպիտերը, գաղտնի և առատության մոլորակը հանդիսավոր կերպով իր տեղը զբաղեցնում է առյուծի մեջ։ Այս իրադարձությունը տեղի է ունենում 12 տարին մեկ, ուստի շատ նշաններ կզգան դրա հզոր շունչը։ Խեցգետին, ընտանեկան հաղթանակի ժամանակ։ Հունիսի 21-ից, սիրելի խեցգետիններ, արևը մտնում է ձեր նշան։ Սա նշանակում է, որ ձեր սեզոնը մոտ է։ Մի ժամանակ, երբ բնությունն ու տիեզերքը ուժեղացնում են ձեր բնական զգայունությունն ու հոգատար բնույթը։ Բայց դրանից այն կողմ, Մերկուրին արդեն հաստատվել է խեցգետնի մեջ հունիսի 1-ին, և մինչև հունիսի 29-ը այն կօգնի ձեզ հստակ մտածել և գեղեցիկ արտահայտել ձեր զգացմունքները։ Հատկապես բախտավոր կլինեն նրանք, ովքեր վաղուց են ցանկացել կարգի բերել իրենց տունը, հաշտվել ընտանիքի հետ կամ ներդրումներ կատարել անշարժ գույքի մեջ։ Հունիսի 10-ից հետո դուք կզգաք ընտանեկան գործերի համար էներգիայի անհավանական ալիք։ Ձեր ինտուիցիան նույնպես կբարձրանա։ Լսեք ձեր առավոտյան երազներին և պատահական պատկերացումներին, դրանք ձեզ կհանգեցնեն ճիշտ որոշումների։ Իմ միակ խորհուրդը՝ մի ստանձնեք ուրիշների խնդիրները։ Ձեր խնդիրն է լցնել ձեր սեփական բաժակը սիրո և ջերմության մեջ, և այդ ժամանակ հաջողությունը կթակի ձեր դուռը։ Առյուծ, ձեր լավագույն ժամը մոտ է։ Օ, առյուծներ, 2026 թվականի հունիսը ձեզ համար ճակատագրի իսկական նվեր է։ Նախ Վեներան մտնում է ձեր նշան հունիսի 13-ին։ Սա նշանակում է, որ դուք դառնում եք անդիմադրելի, սեր, հաճոյախոսություններ, հաճելի անակնկալներ, այս ամենը ձեզ մոտ կհոսի ինչպես գետը։ Երկրորդ, հունիսի 30-ին Յուպիտերը, մեծ բախտի մոլորակը, նույնպես կմտնի առյուծի համաստեղություն և այնտեղ կմնա երկար ժամանակ։ Պատկերացրեք, որ միացնում եք հզոր լուսարձակ և ձեր շուրջը բոլորը կնկատեն ձեր տաղանդն ու հմայքը։ Հունիսի 10-ից հետո սկսեք պատրաստվել այս փառքի պահին։ Մաքրեք ձեր շուրջը տարածությունը, ավարտեք հին գործերը և երբ Յուպիտերը մտնի ձեր նշան, առաջ գնացեք։ Սա կատարյալ ժամանակ է հրապարակային ելույթների, սիրավեպ սկսելու, սեփական բիզնես սկսելու կամ պարզապես ձեր կերպարը փոխելու համար։ Բայց հիշեք, Յուպիտերը նախընտրում է առատաձեռններին։ Կիսվեք ձեր բախտը ձեր սիրելիների հետ, և այն հարյուրապատիկ կվերադառնա ձեզ։ Կույս, կարգ ու կանոնը ոսկի է բերում։ Սիրելի կույսեր, դուք չեք սիրում աղմկոտ ընկերակցությունը և նախընտրում եք հստակ ծրագիր, և աստղերը գնահատում են դա։ Հունիսի 10-ից հետո
Հատկապես հունիսի 19-ից սկսած, երբ Քիրոնը մտնում է ցուլի համաստեղություն, ձեր բնական մանրակրկիտությունը վերածվում է փողի մագնիսի։ Ինչու՞։ Քիրոնը բուժիչ մոլորակ է, եւ գործնական ցուլի մեջ այն օգնում է ձեզ կարգի բերել ձեր ֆինանսները, ազատվել հին պարտքերից եւ գտնել անսպասելի եկամտի աղբյուրներ։ Կշերք։ Հավասարակշռությունը տանում է դեպի հաղթանակ։ Կշերքների համար 2026 թվականի հունիսը հետաքրքիր է, քանի որ հունիսի 21-ին ձեր նշանում է հայտնվում առաջին քառորդ լուսինը։ Սա ակտիվ գործողությունների եւ ուղղորդման պահ է։ Հունիսի 10-ից հետո դուք կսկսեք զգալ, որ ձեր ներքին կողմնացույցը հարմարվում է ճիշտ ալիքի երկարությանը։ Սա հատկապես ճիշտ է, եթե նախկինում անվստահ եք եղել գործընկերային կամ ընտանեկան հարաբերությունների հարցում։ Կարիճ։ Վերափոխում ուրախության։ Կարիճներ, դուք սովոր եք խորության եւ երբեմն դրամայի։ Սակայն 2026 թվականի հունիսին 10-ից հետո ձեզ սպասում է հաճելի վերափոխում առանց որևէ խանգարման։ Ուշադրություն դարձրեք հունիսի 14-ին։ Երկվորյակների նորալուսինը կանդրադառնա ձեր համատեղ ռեսուրսների, ժառանգությունների, վարկերի եւ հոգեբանական խարիսխների ոլորտին։ Սա կատարյալ օր է պարզելու համար, թե ինչն է ձեզ ծանրաբեռնում։ Եվ երբ Յուպիտերը հունիսի 30-ին մտնի առյուծի նշան, այն ակտիվացնում է ձեր կարիերայի եւ նվաճումների ոլորտը։ Այո, դուք, այդքան գաղտնի եւ կրքոտ, կարող եք հանկարծակի ստանալ պաշտոնի բարձրացում կամ շահավետ համագործակցության առաջարկ։ Ավելին, հունիսի 13-ից առյուծի նշանում գտնվող Վեներան կօգնի ձեզ հզոր հայտարարություն անել ձեր ղեկավարների համար։ Մի վախեցեք կովաբանել ինքներդ ձեզ, հանգիստ եւ վստահ։ Ձեր հաջողությունը կայանում է հին դժգոհությունները թողնելու եւ ավելի լավին հավատալու մեջ։ Եվ հավատացեք ինձ, տիեզերքն արդեն անակնկալ է պատրաստում ձեզ համար։ Աղեղնավոր, հեռավոր հորիզոնները ձեզ են կանչում։ Սիրելի աղեղնավոր, դուք հավերժական ճանապարհորդներ եւ իմաստի որոնողներ եք։ 2026 թվականի հունիսը ձեզ կբերի այն, ինչ դուք ամենաշատն եք սիրում՝ ձեր հորիզոնների ընդլայնումը։ Հունիսի 10-ից եւ հատկապես հունիսի 30-ից հետո, երբ Յուպիտերը, ձեր կառավարիչը, կմտնի առյուծի նշան, ձեզ սպասում է լավատեսության անհավանական ալիք։ Առյուծի նշանի մեջ գտնվող Յուպիտերը եռանկյունի է ձեր նշանի հետ, ինչը նշանակում է, որ հաջողությունը կուղեկցի ձեզ ստեղծագործականության, սիրո, երեխաների եւ կրթության հետ կապված ցանկացած ձեռնարկում։